Նոր տարին սկսվել է, բոլորին թվում է կանաչապատման աշխատակիցները այս ժամանակահատվածում տարվա մի քիչ անգործության են մատնված, բայց դա այդպես չի։ Հենց հիմա մենք արագ տեմպերով մշակում ենք արդեն աշխատանքները, որպեսզի սկսենք, ուրեմն այս տարի նաև մեր մոտ խնդիր է դրված բացել մի գաղտնիք ի տարբերություն նախորդ տարի աշտարակի խոճուղու, այս տարի մեր ուշադրությունը սևեռված է Սևանի ուղղությամբ դեպի Երևան մտնող հատվածների, այնտեղ կիլոմետրերով, նույնիսկ տասնյակ կիլոմետրով անհրաժեշտ է ոռոգման համակարգի անցկացում եւ ջրի աղբյուրի միացում։ Այժմ կազմակերպության տնտեսական վարչությունը, մի շարք վարչություններ համատեղ լծված են այդ աշխատանքներին, մեկնարկում են այդ աշխատանքները, դրա հետ միասին մենք այժմ զբաղված ենք նոր մշտադալար ծառատեսակների ասեղնատերավորների ձեռքբերմամբ, ինչը շաբաթներ անց նույնպես ձմեռային տունկով կսկսենք Երևան քաղաքում կանաչապատման, կազդարենք կանաչապատման աշխատանքների սկիզբը։ Սևանի հատվածում ոռոգման համակարգի անցկացումը ենթադրում է այդ ամբողջ միջնաշերտը նախկին ոստիկանության այն կետից, որը Երևան չի, բայց միշտ Երևանն է սպասարկել այդ գեղեցիկ միջնաշերտը, այժմ գտնում է շատ ոչ բարվոք վիճակում, այնտեղ նաև շինարարական աշխատանքներ է կատարվել, որոշ ուրեմն լուսավորություն է տեղավորվել, մի խոսքով այդտեղ շերտը նկատած կլինեք, որ գտնում էր բավականին վատ վիճակում, ջուր առկա չէր այդ հատվածում, պետք է անցկացվի նոր ջրագիծ եւ դրա հետ մեկտեղ արդեն Գազպրոմ Արմենիայի տակի հատվածում մենք ունենք մոտ 3-4 հեկտար տարածք եւ Ավան մտնող այդ ամբողջ լանջերը նույնպես նախատեսվում է քաղաքային կանաչ տարածքներ հիմնելու, ինչը նույնպես մեր ասած ծրագրի մեջ է, որ Երևանը պետք է գոնե հնարավորինս այդ իր մոտքերի հատվածում մենք առնենք կանաչ զանգվածների մեջ, չնայած դա նույնպես բավարար չի, պետք է ամբողջ Երևանամերձ տարածքները մենք վերցնենք կանաչ գոտիների մեջ, բայց առայժմս մեր ծրագիրը Երևանի տարբեր մուտքերը կանաչապատվելն է, համ օդի մաքրության, որպեսզի ասեցի Երևանամերձ տարածքից, հանքերից փոշիչներ թափանցի Երևան քաղաք եւ նաեւ սա մայրաքաղաքի մուտքերն են, որը պետք է ունենան նաեւ գեղագիտական բարձր տեսք եւ մայրաքաղաքի հյուրերին, մեզ, մայրաքաղաքի բնակիչներից մեր աչքը շոյի, երբ որ այդ հատվածներով մուտք գործենք մեր քաղաք։ Մշտադալարները մեծ ֆունկցիոնալություն ունեցող թե սոճիները, թե եղևները, թե այլ ծառատեսակներ, դրանք մեծ կարևորություն ունեցող ծառատեսակներ, այսպես մի քիչ ժողովրդական լեզվով ասեմ, եղևնու յուրաքանչյուրը ասեղը հավասար է ծառի մի մեծ տերևի կատարած ֆունկցիայի եւ դրանց առավելությունն ինչու՞մն է կանում, որ նրանք տարին 12 ամիս են կատարում ֆոտոսինթեզ, այսինքն եթե կատարում են ֆոտոսինթեզ, դա նշանակում է, որ օգնում են օդի մաքրությանը, ի տարբերություն մյուս ծառերի, որոնք առնվազն 3-ից 4 ամիս տարվա մեջ գտնում են վեգետացիայի ավարտի փուլում, այսինքն քնած վիճակում։ Մշտադալարները նրանք տարին 12 ամիս մեր համար կատարում են օդի մաքրության իրենց ֆունկցիան, մի շարք այլ բաղադրիչներ ունեն, բայց այս պահին դա շատ խիստ մասնագիտական է, ես չասեմ, ինչը մեր բնակիչներին հետաքրքրում է, այդ մասով ասեմ, այո, այդ ֆոտոսինթեզը նրանք կատարում են նաև ձմռան ամիսներին եւ հետեւաբար մենք ակցենտը դնում ենք մշտադալարների վրա եւ դրան գումարած, եթե նայեք Երևան քաղաքը ձմեռային ամիսներին, մեր այգիների պուրակները մի քիչ շատ այսպես գորշ տեսք են ունենում եւ ինչու՞ չէ նաեւ այստեղ պետք է հաշվի առնել տեսքը, բայց այս պարագայում առաջերտին տեսքը չի, առաջի հերթին մշտադալարների ավելացումն է, այսինքն մի բառով ասեմ, ավելացումն է այն ծառատեսակների, որոնք նաեւ ձմեռն են գործում, կատարում իրենց օդի մաքրության ֆունկցիաները։